Երկար չեմ խոսալու, քանի որ հեռախոսիս մեջ զայրատկետ չկա, ամել հիվանդ եմ, բայց բոլոր են մարդիկ, ովքեր խոսքի օրինակ, ասենք ես էլ կարամ շատ մարդու չհամակրեմ, չսիրեմ, շատ մարդու խոսք ուզելուց չընդունեմ, կներեք, խոսք ուզելուց չընդունեմ որպես տարբերակ, բայց բացի Նիկոլ Փաշինյանից յուրաքանչյուր հայի մահ իմ համար ազգային կորուստ է, կոնկրետ իմ համար։ Իսկ ինչու՞ բացի Նիկոլ Փաշինյանից, որտեղ Նիկոլ Փաշինյանը զուտ իմ սուբյեկտիվ կարծիքով չի կարող հայ լինի։ Մարդ, ով անհատականություն, ով մեր ազգի մեջ մցրեց սև ու սպիտակի բաժանարանը։ Հիմա նայում եմ Facebook-ում այն աժոտաժը, որ կատարվում է, կապված այն ուրախության հետ, որ մարդիկ, որոշակի մարդիկ, ովքեր կրում են Յան ազգանունը, ինչ-որ մետ անհասկանալի ուրախությամբ ուրախանում են Տիգրան Քյոսայանի մահվան կապակցությամբ կամ առիթով։ Դուք հետաքրքիր է, ուզում եք նմանվել Նիկոլին, թե ուզում եք Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Նիկոլն է, չէ՞, ուրախանում հայի մահվամբ։ Նիկոլն է ցնծում հայի դժբախտությամբ։ Նիկոլն է դրական էմոցիաներ ստանում հայի դժբախտությամբ, հայի, չգիտեմ, տուն քանդվելով, տուն վառվելով։ Դուք ուզում եք Նիկոլից ավելի Նիկոլ լինեք։ Ձեզ մոտ չի ստացվի հաստատ, ես դրա մեջ վստահ եմ։ Դուք պետք է շատ հացուպանիր ուտեք, որ նմանվեք ձեր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչի վրա եք ուրախանում, որ մարդը մնալով 9 ամիս կոմայի մեջ մահացել է։ Հա, ձեզնից շատերը նայել են Եվգենի Պետրոսյանի հումորային հաղորդումները ծիծաղացել են։ Ձեզնից շատերը լսել են Կիրկորովի երգերը, լսել են, պարել են այդ երգերի տակ, հա։ Նույն ձեզնից շատերը։ Եվ մի շարք այլ մտավորականների կամ երգիչների, ովքեր այսօր ներկա էին հայկական եկեղեցու բակում այդ մարդու հոգեհանգստի արարողությանը, որ եկել էին հրաժեշտ տային։ Բայց դուք այնքան սրբապիղծ եք, որ կրելով հայ ազգանունը Յան, դուք ուրախանում եք հայի մահվամբ։ Հետո զարմանում եք, երբ մեկ այլ մտածելակերպի հայեր ձեզ ասում են Նիկոլա Զավռներ ու մի շարք այլ քաղցր բառեր։ Բայց ես ինչ որակավորում կարելի է տալ, որ դուք մի փոքր հասկանաք, էլի, ասենք, ինչի վրա եք ուրախանում, հայի մահվան, հա։ Էլ եմ ասում, մի հարցի շուրջ ես շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև առանց Նիկոլ Փաշինյանի գործողությունների ես երբևիցե մտքով չեր անցնի, որ մեր ազգի մեջ կան այսքան վիժվածքներ, որոնք կարան նստեն տանը, նստեն Facebook-ի մեջ, գրառում անեն եւ ուրախանան հայի մահվամբ։ Ես ասում չէի պատկերացնի, որ այսքան չկամություն կա մեր ազգի մեջ, մեր ժողովրդի մեջ։ Ես միշտ մտածել եմ, որ մեր ազգը ամենաթասիբով, ամենանամուսով ազգն է, ու միշտ հպարտացել եմ դրանով։ Դուք շարունակեք էլի մեծարգո պոռնիկներ, պոռնիկ գրական բառ է, ուրախանալ հայի մահվամբ, հետո ձեր բարեկամները թող զարմանան հետո, թե ձեր հուղարկավորությանը ինչի ոչ մեկ չէր այցելել, որ մի բուռ հող լցներ ու ասել ողորմի։ Այդ կալիբրի մանրապճեղ պոռնիկներ եք դուք, այսքան, ավել բան չկա ասելու։